Սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ 8-րդ գումարման ազգային ժողովը ավարտում է իր աշխատանքները, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են այս տարիների ընթացքում առաջարկվել իմ գործընկերների կողմից, բայց կա եւս 3 օրենսդրական նախաձեռնություն, որ այս գումարման ազգային ժողովը կհասցնի, կարծում եմ, եւ կքվեարկի, մենք դա կանենք մոտ օրերիս կամ արտահերթ քվեարկությամբ եւ այսպես եւս 3 օրենսդրական նախաձեռնություն իմ եւ իմ գործընկերների կողմից առաջինի մասին խոսել էի, հայտարարել էի արդեն դրա մասին, խոսքը վերաբերում է ընտրակաշառք տալու եւ վերցնելուն, դրանց պատիժը կխստացվի, այսինքն նախկինում 7 տարին մինչև 7 տարին վերցնելու համար եւ մինչև 8 տարին ընտրակաշառք տալու համար կխստացվի եւ կսահմանվի վերցնելու համար մինչև 9 տարի ազատազրկում, իսկ տալու համար մինչև 10 տարի ազատազրկում։ Բնական է, սա միակ գործիքը չէ, որը որ կիրառվելու է ընտրակաշառք տվողների եւ վերցնողների դեմ, կլինեն այլ գործիքներ, նաև քաղաքական հետևանքներ կլինեն։ Սա մեկ օրենսդրական նախաձեռնություն, երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է մեր բնակավայրերին։ Այս քարոզարշավի ընթացքում այցելելով բազմաթիվ բնակավայրեր այդ մտքին եմ եկել ես եւ իմ գործընկերները եւ բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ, հիմնական մուտքերից մեկի մոտ կամ մուտքերից բոլոր մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը 1/2-ի վրա չափով Հայաստանի Հանրապետության դրոշ։ Սա նույնպես կբերվի ազգային ժողովի օրակարգ եւ կքվեարկվի եւ երրորդ կարող եմ ասել պատմական կարևոր օրենսդրական նախաձեռնությունը կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կկատարվի եւ падգամավորների երթման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը եւ մեր օրենսդրությանը, ինչպես նաեւ մեր հայ ժողովրդին բնորոշ եւ հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը, որը որ ես քիչ անց կտեղադրեմ, նաև կարող եք ծանոթանալ այդ տեքստի հետ։ Սրանք կբերվեն մոտակա օրերին ազգային ժողովի օրակարգ եւ գուցե արտահերթ քվեարկությամբ կքվեարկվեն։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին համագործակցելու համար եւ այս օրենսդրական նախաձեռնությունները առաջ մղելու համար։ Շնորհակալություն։